Թրիփի հետ կապված օրինակ ինչպեսին է ձեր մոտեցումը։ Լավ, դուք որպես հայ, որպես Հայաստանի բնակիչ, դուք ո՞նց եք պատկերացնում Միացյալ Նահանգները այսօր պատերազմական վիճակում է գտնվում Իրանի հետ։ Ո՞նց եք պատկերացնում հայ-իրանական սահմանը հանձնել ամերիկյան ընկերության։ Դա նորմալ է կամա։ Իրանը դա ո՞նց կընդունի։ Ձեզ մի պահ դրեք Պարսկաստանի տեղ։ Սենց մարդկային առումով։ Հայաստանի կառավարությունը վստահեցրել է, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հայաստանի կառավարությունը, եթե սկսեմ սենց թվարկել, թե ինչերի մեջ է վստահած, որ Շուշի ու Հադրութ հետաբերելու Հայաստանի կառավարությունը վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է եւ այլ եւ այլ։ Ինչն է վստահեցնում։ Դուք տրամաբանված փորձեք ինքներդ գնահատել, սենց նայեք, ասեք, պատերազմի մեջ գտնվող երկրներ եւ հայ-իրանական սահմանը դու հանձնում ես ամերիկացիներին։ Իրանը դա ո՞նց պիտի ընդունի։ Դուք ինչպես եք դա պատկերացնում Ռուսաստանի ներգրավմամբ, Չինաստանի։ Ես բազմից ասել եմ, պետք է անպայման պրոյեկտի մեջ ներգրավել պետություններ, որոնց նկատմամբ Պարսկաստանը ունի դրական վերաբերմունք։ Այդ դեպքում այդ բանը կհանվի։ Կամ ուղղակի կառուցել այդ ճանապարհը եւ ասել, որ մենք ինքներս Հայաստանի Հանրապետությունը այդ հնարավորությունը Նախճեվանը կապել Ադրբեջանի մյուս հատվածի հետ մենք ստեղծում ենք, խնդրեմ օգտվեք։ Պարոն Քոչարյան, եթե այդ պետություններին հնարավոր լինի ներգրավել, իշխանությունը կներգրավի, չի ուզում եմ ասել հնարավոր է ներգրավել, չեն ներգրավում եւ դուք Չեն զբաղվում ընդհանրապես։ Հարցը չեն դրել։ Դուք Ռուսաստան-Չինաստանը պատկերացնում եք։ Այո, օրինակ Ռուսաստան, օրինակ Չինաստան, իսկ քիչ կարելի Չինաստանը։ Հիմա ոչ թե չեն զբաղվում։ Չեն էլ ուզում զբաղվել եւ ես համոզված եմ, որ հնարավոր է։ Հիմա եթե գնաք դուք քաղաքացի եք, գնաք ճիշտ քվեարկեք, ընտրեք մի իշխանություն, որը պատրաստ է ջանք գործադրել այդ նպատակին հասնելու համար, ես ձեզ երաշխավորում եմ այդ ֆորմատը կփոխենք։ Դրա համար ասում եմ երկու տարբերակ, մեկը Հայաստանը ինքը դա ստեղծում է, ինքը վերականգնում է այդ ամենը, ասում է այդ հնարավորությունը ես տալիս եմ, կամ փորձում է ներգրավել այլ պետություններ։ Ամենից հեշտ բանը դա լինելու։ Ժամանակին հաջողվել է, չէ՞, ունենալ ֆորմատ Մինսկի խմբի, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ֆրանսիա։ Աշխատել է այդ ֆորմատը, աշխատել է։ Ով է հրաժարվել այդ ֆորմատից։ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն հնարավոր է։ Բայց ես ամբողջը պիտի կրկնեմ, մենք մեր մեկ հարց եմ ընդամենը մենք ուշանում ենք հաջորդ Պարոն Քոչարյան, Փաշինյանը պնդում էր, որ ենթադրաբար այն ձայնագրությունը, որը տարիներ առաջ էր տարածվել։ Արդեն դրա մասին ասել եմ, շատ կներեք, ես պիտի երրորդ անգամ կրկնեմ։ Ուղղակի կներեք, իսկապես պիտի երրորդ անգամ կրկնեմ, որովհետև այդ հարցը արդեն եղավ։ Բոթասով են եկել, Բոթասով են հետ գնալու, դրան ինչպես կարծիք։ Հատուկ պիտի արձագանքեմ։ Ամենից մեծ խնդիրը գիտեք ինչ է, որ մի ապուշ հարցին պետք է ինչ-որ սկսես մեկնաբանություններ տալ։ Ինքը, սենց ասեմ, ես մեծացել եմ մի ընտանիքում, որը միշտ ունեցել է սեփական մեքենա։ Ես փոքր ժամանակ մենք ունեցել ենք Մոսկվիչ, միջև այդ Պաբեդա, երևի չգիտեք այդ ինչ մեքենաներ է, հետո Ժիգուլի առաջինը։ Եվ եթե Փաշինյանի մանկությունը, այսպես ասենք, ճղված sense բոտոսային չէր, ենթադրում եմ, որ ինքը այդպիսի մանկություն է ունեցել, իրեն թվում է, թե երևի ինչ որտեղ փորձում է դա բան անել, էլի պրոյեկտել վրա։ Ուղղակի աբսուրդ։ Իմ առաջարկը նաև հորդորը, sense մի սահման կա, եթե այդ սահմանը անցնում է sense ապոշցան տիրույթ, ուղղակի արհամար է։ Իսկ լեքսիկոնի հետ կապված իր օգտագործած բառերը նեոչն եմ խնդրում պետք է տղաս, տգետ, անգրագետ, ազնվորությունը, որի հետ ուղղակի այդ ուղղությամբ մրցել է անհնար է։ Բարևներ։ Ձեզ բռնեցին են գալ